Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիթկովի հասցեին իր կոշտ քննադատությամբ ցույց է տալիս, որ վախենում է խաղաղությունից։ Այս մասին իռլանդացի լրագրող Չեի Բոուսը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Զելենսկին վախենում է խաղաղությունից, քանի որ նա գիտի, որ դա նշանակում է իր բռնապետության վերջը, ընդգծել է նա։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթկովը ռուսական պատմություններ է տարածում եւ իրավունք չունի քննարկել Ուկրաինայի տարածքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին ժամը 22:35-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության զուր ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք Հայաստանի Հանրապետությանն փոխանցելու պարագայում։ Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կիլոգրամ քաշային կանայք Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը, իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կիլոգրամ քաշային Դավիթ Հովհաննիսյանը։ Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն առաջին ալիքով, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Իշխանությունը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նոր քննություն կիրականացնի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սերժ Սարգսյանի եւ մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։ Իշխանությունը չներեց այս գործով ներգրաված իրավապաններին, ովքեր կարողացան իշխանության քարոզչության եւ քաղաքական գծին համահունչ գործ փաթեթավորել եւ գործով դատավորին, ով իրեն իջեցված քաղաքական հանձնարարությունը չկատարեց։ Թեմային էլ մեծ հանրայնություն հաղորդեցին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի եւ տարածված ուղերձից անմիջապես հետո, ընդդիմադիր դաշտին հասկացնելով, որ քաղաքական ակտիվացման ու վճռականության դրսևորման քայլերին արձագանքելու են ավանդական դարձած այլանդակություններով։ Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում։ Մենք մեր մաշկի վրա ավելի ծանր ճնշումներ եւ հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու եւ զսպելու ազդակ է։ Փորձ է բոլոր այն ուժերի եւ գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է դժգոհություն հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու բանակցությունները փակուղի են մտել։ Մի քանի օր առաջ հայտարարելով ԱՄՆ կառավարության պատրաստակամության մասին հրաժարվելու միջնորդի դերից։ Այս գործընթացում այս մասին հայտնում է Axios-ը վկայակոչելով Վաշինգտոնում անանուն պաշտոնյային։ Հոդվածում ընդգծվում է, որ Սպիտակ տան գործող նախագահը ի սկզբանե խոստացել էր հրադադարի հասնել պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում, սակայն բանակցային գործընթացը ձգձգվեց եւ դա հիասթափեցրեց երկրի ղեկավարին։ Այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից քիչ առաջ Դոնալդ Թրամփը իր հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Ուիթկովի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ առանձնազրույցում խոսել է իր վերաբերմունքի մասին տեղի ունեցողին։ Ըստ լրագրողների, հենց այդ ժամանակ էլ նախագահը հայտարարել է արտաքին քաղաքական այլ հարցերին անդրադառնալու մտադրության մասին, եթե Մոսկվան ու Կիևը մոտ ապագայում հրադադարին համաձայնության չգան։ Ուկրաինան չի կարողանում դիմակայել հակամարտությունում նույնիսկ 2 շաբաթ, եթե ԱՄՆ-ն վերջնականապես որոշի Կիևին հետախուզական տվյալներ չտրամադրել։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post թերթը։ Անցյալ ամիս Կիևին հաջողվեց վերապրել ԱՄՆ հետախուզական աջակցության 6-օրյա դադարեցումը, որը նախատեսված էր Զելենսկիի զիջումներ քամելու համար, բայց եթե դա շարունակվեր եւս 1 շաբաթ, հետևանքները աղետալի կլինեին, ասվում է հրատարակության հայտարարության մեջ։ Նշվում է, որ առանց ԱՄՆ արբանյակային հետախուզության
Ուկրաինան չի կարող կանխատեսել ռուսական հրթիռների անօդաչու թռչող սարքերի կամ այլ հարձակումներ։ Եվրոպացիները լավ այլընտրանք չունեն։ Պարբերականի տվյալներով Թրամփը Ուկրաինայի հանդեպ իր արհամարհանքն է արտահայտել մերժելով Կիևին պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը։ Կոնգոյում նավի խորտակվելու հետևանքով 148 մարդ է խեղդվել, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով RFI ռադիոյի տվյալներին։ Խեղդվածների թիվը հասել է առնվազն 148-ի, ևս շատերը անհետ կորած են, հաղորդում է պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ ԱՄՆ-ն չի նշում ուկրաինական գործարքի հստակության համար որոշակի օրեր, սակայն ցանկանում է արագ համաձայնության գալ կարգավորման հարցում։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Interfax-ը։ Մենք կոնկրետ օրեր չունենք այս առաջադրանքի համար, բայց մենք ցանկանում ենք այս ամենն անել արագ, ասել է նա։ Թրամփը հավելել է, որ եթե հակամարտող կողմերից մեկը բարդացնի գործընթացը, ԱՄՆ-ն դուրս կգա հակամարտությունը լուծելու գործարքից։ Ամերիկացի պաշտոնյաները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ուրվագծել են Ուկրաինայում հրադադարի հաստատման մոնիտորինգի ծրագիր, եթե հրադադարը ձեռք բերվի, այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Միացյալ Նահանգները նշել է, որ մշակել է ծրագիր, թե ինչպես կարելի է վերահսկել համապարփակ զինադադարը, եթե այն ձեռք բերվի, ասվում է հրապարակման մեջ։ Մինչ այս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի եւ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունների ձեռքբերման գործընթացը մոտենում է ավարտին։ Պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը միանշանակ չի փորձում խաբել ԱՄՆ-ին հակամարտությունների կարգավորման հարցում։ Սպիտակ տունը չեղարկել է ավելի քան 400 բազմազանության, սեփականության եւ ներառման գրանտային ծրագիր ավելի քան $200 միլիոն արժողությամբ, հայտնում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը իր X սոցիալական ցանցի էջում։ Հիանալի աշխատանք ազգային գիտական հիմնադրամի կողմից շեղյալ համարեր 402 վատնող DI գրանտային ծրագիր, ասվում է հայտարարության մեջ։ Դոգեի հայտարարության մեջ չի նշվում, թե որ բազմազանության, հավասարության եւ ներառման ծրագրերն են կրճատվել։ Ոչ Սպիտակ տունը, ոչ ԱՄՆ կոնգրեսն իրականում չեն քննարկում Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթներ հատկացնելու հնարավորությունը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի կողմից հաստատված ռեսուրսների սպառումից հետո։ Այս մասին ուրբաթ հայտնել է The New York Times-ը, վկայակոչելով աղբյուրներին։ Ինչպես նշում է իր հրատարակությունը, ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները վերանայել է իր դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ իր շահի տեսանկյունից եւ այժմ ելում է նրանից, թե ինչ կարող է ստանալ Կիևից, այլ ոչ թե այն, ինչ կարող է տալ իրեն։ Եվրոպացի անանուն պաշտոնյաները նաև թերթին ասել են, որ Արևմուտքը Վաշինգտոնից երաշխիքներ չի ստացել, որ ԱՄՆ-ն ապագայում կշարունակի Ուկրաինայի հետ հետախուզության լայնածավալ փոխանակումը։ Թրամփը նախկինում հրաժարվել էր ասել, թե մտադիր է արդյոք դադարեցնել ռազմական օգնություն Ուկրաինային, եթե խաղաղ բանակցությունները ձախողվեն։ Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 64 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Քաթարյան Ալ Ջազերա հեռուստաալիքը։ Զոհերի կեսից ավելին տեղի է ունեցել Գազա քաղաքում եւ Պաղեստինյան անկլավի հյուսիսային շրջաններում, զոհեր են եղել նաեւ Խան Յունիսում եւ Ռաֆահում, որոնք գտնվում են Գազայի հատվածի հարավում։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ եւ դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով Իսրայելը ԱՄՆ-ին հարձակման մի քանի տարբերակ է առաջարկել, այդ թվում օդային հարվածներ եւ հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի գարնան վերջին կամ ամռանը։ Արդյունքում ակնկալվում է, որ Թեհրանը մի քանի ամսից մինչև 1 տարի ժամկետով կզրկվի միջուկային էներգիայի ռազմական օգտագործման անցնելու հնարավորությունից, հավելել են գործակալության զրուցակիցները։ Ապրիլի 17-ին The New York Times-ը վկայակոչելով աղբյուրներին հայտնել է, որ Իսրայելը պատրաստվում է մայիսին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Հռոմ, մասնակցելու ԱՄՆ-ի եւ Իսլամական Հանրապետության միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլին։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Ինչպես հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային, Իտալիայում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայիդի միջնորդությամբ։ Բաղային նաև նշել է, որ բանակցությունների առաջիկա փուլը չի հանգեցնի տարաձայնությունների վերջնական կարգավորմանը։ Մենք հասկանում ենք, որ սա ամենահարթ ճանապարհը չէ, բայց յուրաքանչյուր քայլ անում ենք բաց աչքերով, հենվելով անցյալի փորձի վրա։ Գրել է դիվանագետը X-ում ապրիլի 12-ին Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների միջև Օմանի միջնորդությամբ լուծելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վարդան Ղուկասյանն այսօր ապրիլի 19-ին երթման պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։ Ես գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ։ Հիմա մեզ համար կարևոր է աշխատատեղերի ստեղծումը, 12 միլիարդ վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել։ Երկրորդը բնակարանների խնդիրն է, որ 37 տարի մարդիկ տնակներում են ապրում, երկրաշարժից հետո Հայաստան եկած օգնությամբ կարելի էր երկու Հայաստան կառուցել։ 1999 թվականին, որ դարձա քաղաքապետ, մարդիկ ասում էին գնանք հերանցս տուն, քաղաքապետարանը դարձավ ժողովրդի հերանցը տունը։ Իսկ դրանից հետո մարդիկ քաղաքապետարանի կողքով անցնելիս անեծք էին անում, ասաց Վարդան Ղուկասյանը։ Ինչպես նաև նշենք, որ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած Մեր քաղաքը դաշինքի ավականու անդամները, չնայած որ ձայն են տվել Վարդան Ղուկասյանին համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար, չեն մասնակցել նրա երթնակալության արարողությանը։ ԱՄՆ-ի խոշորագույն թշնաբուծական ընկերություններից մեկը Pilgrim's Pride-ը ռեկորդային $5 միլիոն է նվիրաբերել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի երթնակալության արարողությանը։ Նման տվյալները բացահայտել The Wall Street Journal թերթը, որը ծանոթացել է հովանավորների ցանկին։ Հովանավորների թվում էին կրիպտոարժութային ընկերությունները Ripple մոտ $5 միլիոն, Robinhood Markets $2 միլիոն, Coinbase $1 միլիոն։ Նավթային ձեռնարկությունները ֆինանսապես աջակցել են նաև Թրամփի երթնակալության հանձնաժողովին։ Chevron $2 միլիոն, Exxon Mobil, Occidental Petroleum եւ ConocoPhillips յուրաքանչյուրը $1 միլիոն։ Պարզվել է ԱՄՆ առաջնորդի կողմից վարչակազմի տարբեր պաշտոններում առաջադրված եւ այլ երկրներում ԱՄՆ դեսպանների նշանակված անձանց թվում եղել են առատաձեռն հովանավորներ։ Պարբերականը նշում է, որ ոչ բոլոր հովանավորներն են նախապատվություններ ստացել Թրամփի երթնակալությունից հետո։ Թուրքիան կարող է Azimet Airlines-ից փոխհատուցում պահանջել Անտալիայի օդանավակայանում բռնկված հրդեհի համար, որը սկսվել է Superjet ինքնաթիռի վայրէջքից հետո 2024 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ին հղում անելով փաստաբան Ջանդաշ Գյուրոլին։ Փաստաբանը ներկայացնում է ինքնաթիռի մի քանի ուղևորների շարերը, ովքեր ազիմուտին մեղադրում են ինքնաթիռը միտումնավոր կործանելու եւ խարդախություն կատարելու մեջ։ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը դեպքի առնչությամբ առանձին հետաքննություն է անցկացնում։ Անշուշտ ակնկալվում է, որ թուրքական իշխանությունները ընկերությունից փոխհատուցում կպահանջեն հրդեհը մարելու իրականացված տեխնիկական սպասարկման համար եւ բացի այդ, միջադեպը խափանումներ է առաջացրել օդային տարածքում։ Այս հետաքննությունը մոտենում ավարտին, մենք ցանկանում ենք մասնակցել դրան, ասել է Գյուրոլը։ Հայաստանը, Վրաստանը եւ Սլովակիան կողմ են քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին, որը Ռուսաստանի հասցեին մեղադրանք է պարունակում Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։ Քվեարկության հեռարձակումը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի միջև համագործակցություն բանաձևին աջակցել է 105 երկիր։ Դեմ է քվեարկել 9, այդ թվում ԱՄՆ-ն։ Աննախադեպ մարտահրավերներ, որոնց բախվում է Եվրոպան ներկայումս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաշտության ագրեսիայից հետո պահանջում են ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի միջև, ասվում է փաստաթղթում։
Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները պահանջ ներկայացրին մուտք գործել ներկայացուցչության շենք, ոստիկանները թույլ չտվեցին։ Պահանջեցին, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը իջնի ու դարպասի, մյուս կողմից լսի իրենց հարցերը։ Այնուհետև բարձրախոսով պատասխաններ հնչեցին։ Ի վերջո ոստիկանների հետ տևական բանակցություններից հետո 11 հոգի, այդ թվում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանը մտան շենք։ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի մայր Նաիրա Մարգարյանը, ով Արցախից տեղահանվել եւ այժմ բնակվում է Գյումրիում, պատասխանել է ՔՊԱ-կաններին, ովքեր հայտարարում են, թե 44-օրյա պատերազմի ժամանակ իբր արցախցիները չեն կռվել։ Խոսքս ուղղված է ՔՊ-ին, ովքեր ուրանում են ամեն ինչ։ Ես մայր եմ, որ ծնեց որդի, դասյարակեց, մեծացրեց, օրհնեց ու ճանապարհեց հայրենիքի պաշտպանության սուրբ ճանապարհով։ Այդ ճանապարհից իմ որդին, ինչպես շատ ուրիշներ, վերադարձավ, բայց վերադարձավ անմահացած։ Ցավով եմ լսում, երբ տարբեր պաշտոնյաներ բարձրաձայնում են, թե իբր արցախցիները չեն կռվել, թե մենք չենք կռվել։ Այդ խոսքերը դանակի պես խրվում են մեր սրտի մեջ, վիրավորում մեր որդիների լուսավոր հիշատակը։ Մեր տղաները կռվեցին իրենց արյունով, պահելով ու պաշտպանելով հողը մինչև վերջին շունչը։ Արցախը մենք չկորցրինք նրա համար, որ չէինք կռվում։ Արցախը կորցրինք այն բանի պատճառով, որ գործող իշխանությունը հեռու էր դիվանագիտությունից, չկարողացավ պահպանել մեր հաղթանակների արդյունքը, չկարողացավ արժանապատվորեն կանգնել մեր հերոսների թիկունքին։ Որպես զոհված զինվորի մայր պահանջում եմ, որ սգո օր հռչակվի ի հիշատակ մեր անմահացած տղաների։ Եվ այդ օրը սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի 19-ին եւ սեպտեմբերի 27-ին հրապարակվեն բոլոր հերոսացած որդիների անունները, որ ամբողջ ժողովուրդը տեսնի ու հիշի, թե ովքեր են եղել իրական հերոսները։ Սա մոր սրտի ճիչ է, մեր ամբողջ ազգի ցավն ու պարտքը մեր տղաների առաջ։ Թող հերոսների անունները վառ մնան եւ նրանց արյունով գրած պատմությունը ոչ ոք չհամարձակվի մոռանալ կամ աղավաղել։ Պատերազմի ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գլխավորած Միքայել Համբարձումյանը հերքելով իշխող խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունն այն մասին, թե 44-օրյայի ժամանակ արցախցիների մեծ մասը չի կռվել, ինադու սաբոտաժ է արել, մի մասը տվյալները տվել Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշեց, եթե ԱԱԾ-ում ստացվեին նման տվյալներ անմիջապես կարձագանքեինք, ընդ որում շատ խիստ ու ավելին, դա կհանրայնացվեր պրոֆիլակտիկ նպատակներով։ Համբարձումյանի խոսքով արցախցիների վերաբերյալ համընդհանուր նման գնահատական տալը անթույլատրելի է, հիմնազուրկ եւ իհարկե վտանգավոր։ Ցավոք վերջին շրջանում նման օրինակ դեպքերը հաճախակ են դարձել ու հնարավոր է նպատակային նույն հաջողությամբ կարող են մեղադրել Հայաստանին ողջ բնակչությանը։ Բոլորիս է հայտնի պարտությունը, որպես իսկ հաղթանակն ունի հազար տեր, ընդգծեց ԱԱԾ նախկին պետը։ Հիշեցնենք, որ այսօր ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ արցախցիները չեն կռվել։ 44-օրյայի ժամանակ Ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել։ Մի մասն էլ ինադու սաբոտաժ արել, մի մասն ինադու տվյալներ տվել։ Սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնենք դատական պրոցեսներից, ասել է Սուքիասյանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բովանդակալից է անվանել։ Երեկ շատ լավ բովանդակալից երկար հանդիպում ունեցա Ռուսաստանի ղեկավարի հետ, նշել է Արաղչին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։ Փարիզում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կարող են օգնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, ավելի մոտենալ համաձայնության հասնելուն։ Բանակցությունները շատ օգտակար եւ կառուցողական էին, ասել է նա լրագրողներին Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանում։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կարող են օգնել մեզ ավելի մոտենալ համաձայնության հասնելուն։ Ռուբիոյի խոսքով Սպիտակ տունը մշտական կապի մեջ է Լոնդոնի եւ Փարիզի հետ կարգավորման հարցում։ Մենք ողջունում ենք նրանց ներդրումն ու մասնակցությունը եւ կարծում ենք, որ սա կարեւոր աշխատանք է, եզրափակել է նա։ Ապրիլի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ։ Ելիսեյան պալատի տվյալներով կառուցողական բանակցությունները օգնել են մերձեցնել դիրքորոշումները Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ եւ ցանկացած դեր խաղալ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնագրերում, որոնք օգտակար կլինեն Թեհրանում։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մենք պատրաստ ենք օգնել միջնորդել, խաղալ ցանկացած դեր, որն օգտակար կլինի Իրանի տեսանկյունից եւ ընդունելի կլինի ԱՄՆ-ի համար, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Բրազիլիան պատրաստվում է ել ավելի ամրապնդել BRICS-ը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց մի շարք ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարար Կարլոս Ֆավարոն երկրի մայրաքաղաք Բրազիլիայում կայացած թեմատիկ համաժողովի ժամանակ։ ԱՄՆ իշխանությունների կողմից ձեռնարկած աննախադեպ պրոտեկցիոնիզմը ել ավելի է մղում մեզ ամրապնդելու աշխարհաքաղաքական բլոկը եւ որոնելու նոր առևտրային հնարավորություններ մեջբերում է նրա խոսքերը Բրազիլ 247 պորտալը։ Նախարարի խոսքով համայնքի բոլոր անդամներն անհրաժեշտ են համարում գյուղմթերքի առևտուրն իրենց միջև ընդլայնել։ Ֆավարոն ընդգծել է, որ Սպիտակ տան կողմից ընդունված առևտրային միջոցառումները չեն ազդի գյուղատնտեսության ոլորտում BRICS կապերի ամրապնդման վրա։ Ինչ որ մեկը ստիպված կլինի մատակարարել այն միսը, որն ամերիկացիները դադարել են մատակարարել։ Բրազիլիան ունի եւ ցանկություն եւ հնարավորություն մատակարարելու եզրափակել է նա։ Իրանական կողմը տեսել է ԱՄՆ-ի մտադրությունների լրջությունը Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլում կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Բանակցությունների առաջին փուլում ԱՄՆ-ի հետ Օմանում մենք տեսանք որոշակի լրջություն, մյուս կողմի մտադրություններում տեսանք բացառապես միջուկային հարցեր քննարկելու ցանկություն։ Դա կարող է մեզ թույլ տալ կառուցողական բանակցությունների մեջ մտնել, ընդգծել է նա։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները սկսել են մեղմացնել գենդերի ու կլիմայի վերաբերյալ ձևակերպումները, վախենալով Սպիտակ տան ճնշումից։ Այս մասին գրում է Politico թերթը։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները մեղմացնում են կլիմայի, գենդերային եւ բազմազանության մասին խոսակցությունները որպես կանխարգելիչ միջոց խուսափելու Թրամփի վարչակազմի վրեժխնդրությունից, ասվում է հրատարակության մեջ։ Օրինակ, նախագծերում կլիմա բառը փոխարինվել է գործառնական միջավայրով, իսկ գենդերային հռետորաբանությունն ընդհանրապես հանվել է, որպեսզի ԱՄՆ-ն չխոչընդոտի փաստաթղթերի հաստատմանը։ Տեղեկություններն այն մասին, թե Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանի Դաշնությանը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Սյանը, փոխանցում է ՏԱՍՍ։ Նրա խոսքով Պեկինը երբեք զենք չի փոխանցել ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ավելին, երկրի իշխանությունները միշտ խստորեն վերահսկել են երկակի նշանակության ապրանքների վաճառքն այլ երկրներ։ Չինաստանը կտրականապես դեմ է անհիմն մեղադրանքներին եւ քաղաքական շահարկումներին, հավելել է դիվանագետը։ ԱՄՆ պաշտոնյաները Փարիզում նվաստացրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա խաղաղության դաս են տվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համատեքստում։ Այս մասին ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ Իրականում 3 շատ նվաստացուցիչ օր էր Մակրոնի համար։ Թրամփի երկու ներկայացուցիչներ նրան խաղաղության դաս տվեցին Փարիզի կենտրոնում, գրել է Ֆիլիպոն։ 2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված Արևմտյան Ադրբեջան մեր մշակութային հիշողության մեջ խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկարտումների եւ հայ ժողովրդի բազմադարյա հոգեվոր եւ մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները Հայաստանի եւ Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները, ադրբեջանական կամ ալբանական ներկայացնելու փորձերը։ Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության եւ խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման
բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։ Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին եւ մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին եւ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։ Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կայցելի 2025 թվականին, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչինի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Իրանի նախագահ պարոն Մասուդ Փեզեշքյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թեհրան։ Հուսով ենք, որ այս այցը տեղի կունենա ընթացիկ 2025 թվականին, նշել է Արաղչին։ Փեզեշքյանը Մոսկվա էր այցելել 2025 թվականի հունվարին։ Հունվարի 17-ին Կրեմլում բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի նախագահները ստորագրեցին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։ Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին, ասել է Վենսը։ ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կտրամադրի Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն։ Նա նաև ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական կարգավորման հարցում հետաքրքիր բաներ են եղել, որոնք նա կկիսվի Մելոնիի հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացի մասին։ Մենք շատ մանրամասն քննարկեցինք միջուկային հարցը, խոսեցինք ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։ Ես պարոն Լավրովին տեղեկացրել եմ դրանց առաջընթացի, բովանդակության եւ քննարկող հարցերի մասին, ասել է նա Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Թեհրանը կշարունակի ռուս եւ չինացի գործընկերներին տեղեկացնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների մասին եւ հույս ունի, որ Ռուսաստանը կնպաստի իրանական միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելուն։ Ռուսական Իսկանդեր հրթիռային համակարգը զգալի ազդեցություն է ունեցել ուկրաինական հակամարտության վրա, մինչդեռ այդ զինատեսակի ամերիկյան համարժեքը ATACMS հրթիռները ձախողել են։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ռազմական փորձագետ Ուիլ Շրայվերը։ Ես միակը չէ, այլ այն քչերից մեկը, ով դեռ 2023 թվականի վերջին պնդում էր, որ ATACMS հրթիռը խայտառակ ձախողում է լինելու, գրել է նա, հավելելով, որ ռուսական Իսկանդեր հրթիռային համակարգն իսկապես փոխել է խաղի կանոնները ուկրաինական հակամարտությունում։ Շրայվերը նշել է, որ Ուկրաինայում ATACMS-ի ձախողման մասին կարծիքը կիսում են արևմուտքի բազմաթիվ փորձագետներ։ Միացյալ Նահանգները չի աջակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ։ Ընթացիկ բանաձևը կրկնում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ հայտարարությունները, որոնք Միացյալ Նահանգները համարում է անօգուտ խաղաղության գործը առաջ մղելու համար, ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոնաթան Շրայերի հայտարարության մեջ։ Բանաձևը, որի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում, ներկայացրել են Լիտվան եւ Լյուքսեմբուրգը։ Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 16-ին։ Փաստաթղթին աջակցել է 105 երկիր, ձեռնպահ 33, իսկ դեմը 9։ Նշենք, որ Հայաստանը եւ Վրաստանը կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունն, ԱՄՆ-ն, Բելարուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը։ Իսկ այժմ եղանակի մասին այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ վաղվանից մինչև ապրիլի 14-ը գիշերային ժամերի լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-ից 7 աստիճանով։